Ցյուրիխյան արձանագրությունը ուր որ է իրագործվում էր, ինչու ձախողվեց։ Գիտեք, ես կարծում եմ Ցյուրիխյան արձանագրությունը մեր համար շատ լավ փաստաթուղթ էր։ Միայն այս մի կետից։ Եթե այս մի կետն էլ չլիներ, ինքը մեզ համար իսկապես լավ փաստաթուղթ էր։ Մենք ստանում էինք շոշափելի կարևոր բաներ, ինչ որ ուզում էինք, որտեվ Առանց մեզ համար Արցախի։ կարևոր էր։ Առանց Արցախի։ Առանց Արցախի։ Առանց Արցախի, այո։ Այսինքն նա լրիվ առանց խնդիր էր մնում ու չէր բերվում հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ։ Մենք երկու փաստաթուղթ ստորագրվել, չէ՞, դիվանագիտական հարաբերությունների ուրեմն հաստատման եւ պետությունների միջև սահմանների ճանաչման կարծեմ։ Մի խոսքով երկու փաստաթուղթ։ Այսինքն մենք հասնում ենք մեր բուն հետապնդած նպատակին։ Հաստատում ենք դիվանագիտական հարաբերություններ, սահմանները բացում են եւ այլն։ Այսինքն այս համատեքստում անգամ եթե մեր ժամանակվա իշխանությունները արել են փոքր զիջում այդ պատմաբանների հանձնաժողովի տեսքով, կարծում եմ ինչ որ միտեղ գուցե արժեր։ Համենայն դեպս մենք ստանում ենք նորմալ փաստաթուղթ միջազգային նմանատիպ գործընթացներին հարիր փաստաթուղթ։ Թուրքիան ինչի չվավերացրեց, որովհետև պարզ է, որ Թուրքիան չի վավերացրել եւ դրանի պատասխան հետագայում ուրեմն բերվեց խորհրդարան, որպեսզի վավերացվի արդեն մեզ մոտ, բայց քանի որ Թուրքիան ընթացք չտվեց, երրորդ նախագահը Սերժ Սարգսյանը հետ կանչեց դա ուրեմն խորհրդարանից, որովհետև Թուրքիան այդ պայմանագրով ոչինչ չէր ստանում։ Էության մեջ ոչինչ չէր ստանում, որտեվ եթե իր խնդիրը լիներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ինքը առանց այդ պայմանագրի կկնքեր եւ սահմանը ընդհանրապես չէր փակի։ Ինքը տեսեք, ոչ մի խոշոր պետություններից, հատկապես սա եմ ուզում շեշտել, աշխարհակահական համատեքստում միշտ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը ինքը դարձրել է մի տեսակ սակարկման առարկա խոշոր պետություն, այսինքն ունի աշխարհակահական բաղադրիչ։ Այս դեպքում ինքը դրանից էլ էր զրկվում, որովհետև այնտեղ կար կոնսենսուս խոշոր տերությունների այս ուրեմն պայմանագրի կնքման հետ կապված։ Ինքը ոչինչ չէր ստանում եւ տեսեք պատահական չէ, որ իրականում Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա շեշտ դնելը հենց այս գործընթացից հետո է եղել։ Երբ որ Էրդողանը գնաց Բաքու եւ չգիտեմ դուք երևի կհիշեք, որ ինքը Մեջլիսում Բաքվում ելույթ ունեցավ եւ նշեց եւ առաջին անգամ է այդտեղ եղել, որ Էրդողանը նշել է իր խոսքում, որ ամբողջ Լեռնային Ղարաբաղը պետք է հետ վերադարձվի ուրեմն Ադրբեջանին եւ սա իրականում Թուրքիայում վերլուծական դաշտում մամուլում շատ մեծ աժոտաժ առաջացրեց, որ անթույլատրելի բանի մասին է խոսում, այսինքն մենք ամենաշատ Ադրբեջանի շահերը պաշտպանում ենք 7 շրջանների հետ կապված, այսինքն ոչ թե բուն լղի մի մասին է, ու դա որակեցին որպես սայթակում, բայց ամենայն դեպս գործընթացը այս ուղիով գնաց եւ ինքը իրենք այստեղ ավելի հստակ դրեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ հարաբերությունների կարգավորումը չգնաց, որտեղ նաեւ աշխարհակահական իրավիճակը կփոխվեց։ Մի դետալ եմ ուզում հիշեցնել պատմությունից, ոչ հեռավոր 2015 թվական, երբ 100-ամյա տարելիցին համահայկական խորհուրդ ստեղծվեց պետական բարձր հովանու ներքո։ Ինչ եղավ դա։ Գիտեք, օրինակ ես վերջերս մի քանի ամիս, որտեվ բան ունեի գրելու, հայ-թուրքական հենց այդ ժամանակաշրջանի իրադարձություններն էի ուսումնասիրում, այսինքն գործընթացը, եւ տեսեք մենք այդ խորհուրդը եւ հռչակագիրը կհիշեք, որ ընդունվեց հենց Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Այո։ Մենք դա արեցինք ոնց որ ի պատասխան այն քայլի, որ 100-ամյակն է ու Թուրքիան չի առերեսվում։ Բայց դա մեծ հաշվողում էր հետաքրքիր, դա մեզ ոչինչ չտվեց։ Այսինքն ավելի շատ ոնց որ ներքաղաքական խնդիր էր լուծում, քան ոչ թե արտաքին քաղաքական ինչ-որ հարցեր լուծում, որտեղ նույն Թուրքիան այդ 100-ամյակին դարդանելի այդ օպերացիայի հետ կապված, որը իմ ջայլոց անգամ այդ ժամանակ չի եղել, իրանք մտածված համարյա նույն օրերը բերեցին, արեցին եւ միակ ճակատամարտն է եղել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որ թուրքերը հաջողություն են ունեցել, այդն էլ շատ մեծ մարդկային զոհերի գնով։ Այսինքն տեսեք իրանք ինչ են մեզ հակադրում, մենք դրան հակադրում ենք մի հռչակագիր, որը բացի ներքաղաքական խնդրից, ես այս պահին իսկապես կդժվարանամ ասեմ, դա ներքաղաքական խնդիր լուծել է, թե չի լուծել,
մենք էության մեջ ոչինչ չենք դա արտաքին քաղաքականության համատեքստում ոչինչ չասող քայլ ա եղել ու ոչ մի արդյունք չի տվել այսինքն այդ գործընթացների արդյունքը օգտակարության գործակիցը 0 է եղել Այդ դեպքում նույնը կարելի է ասել վերջին օրինագծի վերաբերյալ, որ օրեր առաջ Հայաստանի ազգային ժողովում շրջանառվեց։ Որ օրինագծի մասին է խոսքը։ Ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագծի մասին։ Նախ Հայաստանի օրենսդրությամբ ցեղասպանության հետ կապված կա օրենք իհարկե ուրացման մասին չի խոսքը, այլ քրեականացման այսպես մասին է խոսքը, բայց գիտեք հիմա մի օրինակ ինձ որպես մասնագետի հետաքրքիր է ուրացման բանաձևը տրված է Ես մի անգամ ասեմ ոչ չեմ կարդացել օրենքը բայց ուզում եմ ենթադրենք ես այդ հարցերով գրում եմ հոդված ուզում եմ աշխարհին համոզեմ ինչ-որ բանում Եվ դա բերում եմ ուրացման, ինչ է ուրացումը, ինչն ենք մենք համարում ուրացում, դրա սահմանումը կա, այսինքն մենք Հայաստանում հիմա հասել ենք այն մակարդակին, որ մենք մեզ ենք համոզում, որ չուրանանք, կարծիքով այդպիսի հայ չկա, որ այդ փաստը կասկածի տակ դնի։ Այդ մասով ես լրիվ համաձայն եմ քո հետ, Նելի։ Շվեյցարիան արեց, Ֆրանսիան արեց, հասկացանք դա ինչ է։ Հայաստանի ներսում ես ուզում եմ հենց այդ սահմանը տեսնել, էլի, դա ներքաղաքական օրակարգով է պայմանավորված, թե այնուամենայնիվ ունի արտաքին բաղադրիչ։ Քաղաքական խնդիր կա։ Դա Այսինքն մենք եթե տեսեք մենք նոր խոսում ենք առաջնահերթության մասին, չէ, 99-ի հետ կապված։ Եթե այդ ժամանակ մենք այդ խնդիրը ոնց որ թույլ տվեցինք, որ սակարկման առարկա դառնա մեր ու Թուրքիայի միջև, որը չպետք է դառնար։ Հիմա մենք մեր խնդիրը այնքան ավելի ենք իջացնում, որ մենք ներքին դիսկուրսում դարձնում ենք դա սակարկման առարկա։ Սա չգիտեմ, մի անթույլատրելի բան է։ Եվ ես կարծում եմ սա ներքին խնդիր է, ներքին դիվիդենտներ շահելու խնդիր է, որը ավելի բացասական է դարձնում երևույթը։